Ձեր պատշգամբից երևում են ադրբեջանական դիրքերը։ Պատշգամբը չէ, հայացից է։ Պատշգամբը Սյանից է, բայց ստեղից էլ կարա ստենաս, խիչ է։ Անվեն աչքով երևում։ Հա, խիչ է ստենա, այնա։ Բայց մարախուղ է, երևում է, հա։ Հա, մարախուղը Հա, այնա, մարախուղը չի թողում տնակ, այնտեղ է։ Հաշված մետրերի հեռավորություն։ Հա, այնա, մարախուղը ուղղակի չի երևում, բայց մարախուղը չի լավ էլ կտանակ։ Լավ, Իլյա ջան, այս կողմ խոսում։ Հա, մարախուղը, համել պետք չի, զելը չկա դրանցից, հազր լարվել են, հա, բա, այս քանի տարի է լավ ասու սարեգ, բա այն եսպեն է տեսանք հիմա վախում են։ Ինչ եք տեսել օրինակ, ապաստարան եք մտել։ Ապաստարան չունենք։ Գյուղապետը հավաքել է ժողովրդին դեմ մի հատ պատվալ կա, այդտեղ ենք լծվել, ժողովուրդը իրանց ապաստարան։ Բա չեք վախենում։ Հիմա, չէ, Էլ չէ։ բա ուր գնանք, հիմա հնարավորություն չունեմ, ես ուր գնամ, քաղաք գնաց վարձով չեմ կարող ապրեմ, այդքան վարձ ոնց տամ, որ թոշակ ենք ստանում, մի թոշակով կարաս վարձ տաս, որ վարձը 150, ես միշկանը, չէ։ Այսինքն այսպես թե այնպես անվտանգային ռիսկ լինի, վտանգ լինի, թե չէ, ստիպված պիտի մնա։ Չէ, չէ, ամեն խաղաղա, գյուղը լավ է, հանգիստ է, մաքուր է, ղեկավարը լավն է, վատ ղեկավար չի։ Գյուղի ղեկավարը, թե կառավարության ղեկավարը։ Չէ, գյուղի։ Կառավարությանն էլ վատը չի։ Ինչ, չէ, ինչ հարցով։ Տարբեր հարցերով, չգիտեմ, ինչի կարիքն է։ Մենակ աշխատանք հատվել աշխատում եմ, հավաքարարում աշխատում։ Գյուղապետարանում։ Այդ է, ուրիշ հարցեր, հիմա խնդիրնի ունեմ, բայց ապահովագրությունից չի հասնում ու ֆինանսել չունեմ, որ ասենք։ Ես վերջին Քարոզ Արշավին չեր եկել, Փաշինյանը այստեղ։ Մեր գյուղ, Վարդենիս է եկել, գյուղը չէ։ Դուք չեք հանդիպել հետ։ Չէ, ես չեմ կարող գնամ, երեխու հետ ոնց գնամ։ Չէ, համել ինչ կարիք կա հանդիպեմ։ Ոչ մի բան չունեք ասելու։ Չէ, ինչ ասեմ։ Աշխատատեղ ստեղծի, չգիտեմ, ինչ պահ, ոչ մի պահանջ չունեք իշխանությունից։ Մենակ առողջություն, ուրիշ բան չեմ ուզում։ Էդի Աստծուց պիտի ուզեք, Փաշինյանից չէ։ Չէ, դե մի քիչ էլ պետք է ֆինանս ունենաս, որ կարաս։ Ինչ եք կարծում ադրբեջանցիների հետ խաղաղություն հնարավոր է։ Դե հələ որ լավ է, ինչի՞ չէ։ Հիմա խաղաղ չի, հիմա խաղաղ չի, կարում ես ապրես, բայց մի քանի տարի առաջ կարում էր, չէր կարում, իսկ կարում չի գլուխը թաներ կամ վախում էր գյուղ մտնիր։ Մի քանի տարի առաջ երբ նկատի ունեք։ Դե այս գարիվներով էլի։ Պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում։ Բայց այսինքն Փաշինյանի իշխանության օրոք չեն եկել 2 կիլոմետր ներխուժել կութի տարածք։ Դե չգիտեմ, դա ես չեմ կարող ասեմ, որովհետև գաղափար չունեմ։ Չեմ կարող ասածից խոսամ։ Չգիտեմ։ Համել ես քաղաքականության հետ ինչ գործ ունեմ։ Դուք ձեր ապրում մենք խաղաղ ապրում ենք։ Իսկ ընտրություններին մասնակցել եք։ Այո։ Ընտրել եք։ Այո։ Հա, ոնց։ Էլի իշխանությանն եք ընտրել։ Այո։ Այո։ Այլ ընտրանք չեք վախում ասում եմ։ Ինչի վախեմ։ Ես միշտ էլ իրան եմ ընտրել։ Ու չեմ էլ փոշմանում։ Որտեղ խաղաղություն կա, վատ։ Բա համ ասում եք պատերազմ, համ էլ ասում եք։ Հիմա չկա դե։ Ուր է պատերազմ։ Եղել է։ Դե հիմա պատերազմ բոլոր երկրում էլ կա։ Ինչ մենակ ստեղ։ Ամենտեղ էլ կա։ 20 թվի պատերազմի համար ուրիշին եք մեղադրում։ Չէ, ոչ մեկի չեմ մեղադրում։ Ինչ անեմ։ Հիմա պատերազմ եղել է, ինչ անենք։ Պիտի լիներ։ Դե երևի էլ ասու կամքով է դա։ Ինչ անենք, երև Աստված կամեցել է, եղել է։